Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ ընտրական փորձագետ Համազած Դանիելյանին, բարև ձեզ։ Շարունակում ենք քննարկել նոր ընտրական օրենսգրքի նախագիծը, որը պարտադրված էր նոր սահմանադրության ընդունումից հետո, եւ իշխանությունը ներկայացրել է մի ընտրական օրենսգրքի նախագիծ, որը փորձագիտական շրջանակներում, քաղաքական շրջանակներում բազմաթիվ տարակարծությունների, մեկնաբանությունների, քննադատությունների տեղիք է տվել։ Գովեստ, բացի իշխանությունների ներկայացուցիչներից, ես որևէ մեկից կարծես թե չեմ լսել հələ այս օրենսգրքի հետ կապված։ Դուք որպես հենց այս գործի փորձագետ, որն եք համարում սույն ընտրական օրենսգրքի նախագծի թերությունը, հիմնական թերությունները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար։ Շնորհակալություն հարցի համար, ես այդ հարցին երկու ուղղությամբ կպատասխանեմ։ Մեկը ինչ կապված է բովանդակության հետ, մյուսը ընթացակարգի հետ, թե ինչպես է նախագիծը գրվել եւ ինչպես է այդ նախագծի բովանդակությունը քննարկվում։ Վերջին ասպեկտի հետ կապված շատ կարեւոր է փաստաթուղթ համակողմանիորեն ներկայացնելու համար եւ ժամանակից զատ նաեւ հարթակները քննարկումների բավարար սահմանափակ են դերևս։ Թե տեքստը գրելու ընթացքում եղած կարծիքները հաշվի առնելու առումով, թե տեքստը ներկայացնելուց հետո համակողմանիորեն քննարկում ծավալելու համար իսկապես սահմանափակված ենք եւ այստեղ կարեւոր է, որ ասենք, չգիտեմ, հրապարակումից անցել է 2 շաբաթ, ավելի շատ խոսքը գնում է որոշ ասպեկտների շուրջ, հատկապես են ակնհայտ ռիսկային խնդիրների շուրջ, բայց կան ոչ պակաս կարևոր, հաճախ երևի ավելի կարևոր ասպեկտներ, որոնք դեռ անգամ ԶԼՄ-ների միջոցով դեռ առիթ չի եղել քննարկել։ Եկեք դասակարգենք։ Դուք առաջի կետով որն եք համարում մտահոգիչ։ Ըստ այդը միջն։ Ըստ առաջնահերթության։ Ըստ առաջնահերթության, բայց դիտարկենք ընտրությունների որակի համատեքստում, այսինքն այն մեխանիզմները, որոնք ընդգրկված են կամ ընդգրկված չեն, որոնք կարող են նպաստել ընտրությունների որակը բարձրացնելուն։ Այնուհետև ձևաչափային խնդիրներին կանդրադառնամ։ Այդ դեպքում ես ավելի ընդհանրական խնդիրներից կխոսեմ, որոնք ոչ միշտ է որ զուտ ընտրական օրենսգրքի նախագծով են պայմանավորված։ Թիվ 1 մտահոգիչ խնդիրը, որը ավելի շատ դրա նախահիմքերը դրվեցին սահմանադրական փոփոխություններով, այս կայուն մեծամասնության խնդիրն էր, որը արդարացում էր կառավարելիություն ապահովելու անհրաժեշտությամբ եւ հողում էր կատարում ինչ-որ առանձին դեպքերի, որոնք բացառություններ էին եւ այդքան էլ կապ չունեին Հայաստանի քաղաքական համակարգի հետ, որովհետեւ Հայաստանի քաղաքական համակարգը 25 տարիների ընթացքում ապահովել է իր կայունությունը ամենատարբեր վայրիվերումների ժամանակ եւ միգուցե եւ կարելի անգամ անել, որ չափազանց կայուն է եւ փոփոխությունների շատ հնարավորություններ չի տալիս։ Անցնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն դուք այսինքն կապված է սահմանադրական փոփոխությունների հետ, բայց դրա իմպլեմենտացիան, դրա կիրարկումը արդեն տեսնում ենք նաև ընտրական օրենսգրքում նախատեսված 54%-ի բոնուսային բան է սա։ Այո։ Եվ այստեղ շատ կարևոր են գծել, որ եթե խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, տրամաբանությունը այն է, որ արդյունքները ամփոփում են այնպես, որ արտացոլում են հասարակության տրամադրությունների համամասնությունը։ Եթե անգամ հաճախ նշում է, որ այս բոնուսային համակարգով լրացուցիչ տեղեր տրվում են A կուսակցությանը, բայց դա որևէ դեպքում B, C, D կուսակցությունների հաշվին չի, իրականում այդ թեզը շատ ակնհայտ է, որ հերքելի է, որովհետև համամասնությունն է խախտվում, այսինքն հասարակության կամքը առայն թե ովքեր ինչ համամասնությամբ իշխանություն պետք է ստանան, դա է խախտվում։ Եթե անգամ B, C, D կուսակցությունից մանդատ չի վերցնում։ Հա, դե ես դա այ ուզում ասել, 101-ի մեջ բաժանում են, եթե ավելանում է արդեն իրենց ձայները, բոնուսային, արդեն падգամավորների թիվն է ավելանում, չէ՞։ Բայց դա արդեն խախտում է համամասնությունը, այսինքն մենք որպես հասարակություն որոշել ենք, որ A կուսակցությունը պետք է ունենա 41%, B պետք է ունենա 36% եւ այլն, հա։ Այս դեպքում խախտվում է։ Այո։ Այո։ Հասկանալի է։ Սա ընդհանուր դիտարկումներ, այսինքն ձևաչափային էլ ինչ կան հասկացա։ Բայց սա նաև շատ կարևոր է նաև ժողովրդավարության որակի առումով։ Այո, սակայն շատերին հետաքրքրին համանուն քաղաքական կուսակցություններին հասարակությանը, որ անընդհատ քննադատում է
ընտրությունների որակը Հայաստանում եւ գտնում է, որ հիմնավորված իմ կարծիքով ժողովրդի կամ արտահայտությունը տեղ չի գտնում պարլամենտում, նախագահականում եւ տարածքային ինքնակառավարման մարմիններում այն պատճառով, որովհետեւ ընտրական օրենսգիրքը, իշխանությունների կամքը թույլ չեն տալիս նման որակյալ ընտրություններ անցկացնելու։ Հիմա բերել են նոր օրինագիծ։ Ինչքանով է այս օրինագիծը երաշխավորում, որ մենք ունենանք մեկ քայլ առաջ ընտրություններ, ինչպես սովոր է ավանդաբար օգտագործվում է միջազգային կառույցների զեկույցներում։ Շատ տրիվիալ պատասխան եմ տալու, բայց զուտ ընտրական օրենսգրքով, եթե անգամ բովանդակությունը լավը լինի, դա հնարավոր չի։ Հնարավոր է նաև թե ինչպես է ընտրական օրենսգիրքը կյանքի կոչում իրականացում ռեալ կյանքում։ Հաճախ ունենք մի տեսակի կարգավորում թղթի վրա եւ իրականությունում շատ տարբեր է դա տեղի ունենում։ Ամենապարզ օրինակը ես ձեզ բերեմ, սա կարևոր օրինակ չի, բայց այնպեսին, որ բոլորը կարող են հավաստել, որ դա խախտ։ Ընտրական օրենսգրքով, գործող ընտրական օրենսգրքով օրինակ նախատեսված է, որ տեղամասից 50 մետր շառավղով չպետք է լինի մարդկանց կուտակումներ, չպետք է լինի մեքենաներ, իսկ տեղամասի ներսում բոլորը, եթե բոլոր ոչ ընտրողները պետք է կրեն իդենտիֆիկացիոն փաստաթղթեր բեյջեր։ Իրականությունում դա 90%-ով չի ռեալիզացում, որովհետև թե ունեն մենք մեքենաների կուտակումներ, թե մարդկանց կուտակումներ, թե տեղամասում ունենում ենք անհայտ ծագումով եւ անհայտ դեր իրականացնող մարդիկ, ովքեր որևէ փաստաթուղթ չեն կրում եւ ընտրական հանձնաժողովը, հանձնորոշ նախագահան շատ հանգիստ է վերաբերում դրան, երբեմն աչք է փակում, կամ երբեմն անգամ եթե ուզում է իրավիճակը փոխել, չի կարողանում։ Այնուամենայնիվ, երբ լրագրողները ահազանգում են եւ մեջ են բերում օրենքը, որ օրենքով է արգելված, ինչ որտեղ ազդում է, որովհետեւ ասենք օրենքի պահանջն է եւ օրենք են խախտում, դրանից հասկանալի է, բայց ասածս նորից եմ ասում, բեջեր կրելը չի փոխելու ընտրական արդյունքները, բայց նմանատիպ շատ այլ օրինակներ կան, ավելի կարևոր օրինակներ կան, որ մի բան նախատեսված է, բայց իրականացումը թերանում է։ Տեսեք, օրինակ Քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված մենք ունենք իր թե շատ լավ կարգավորումներ, որոնք ունենք դեռ նախորդ ընտրական օրենսգրքում, հիմա մեծապես դրանք նորից արտացոլվել են գրեթե նույնությամբ նոր ընտրական օրենսգրքում, բայց շատ կարևոր է դրա իրականացումը, շատ կարևոր է մոնիտորինգը եւ աուդիտը, թե արդյոք այն հաշվետվությունները, որ հետո ներկայացում են, որքանով են իրականությանը համապատասխանում։ Թե կուսակցությունից որոնք ինչ գումարներ են ծախսել, ինչ ռեսուրսներ են օգտագործել քարոզարշավի ընթացքում։ Հիմա ընդդիմության ներկայացուցիչները մի քանի կետ են ներկայացնում, որոնք ըստ իրենց, եթե ընդգրկվեն, եթե փոխվեն նոր ընտրական օրենսգրքում, ապա հնարավորինս ընտրակեղծիքների ծավալը քիչ կլինի։ Երևի հիմնական խնդիրը ընտրացուցակների մաքրումն է։ Դա մի ասպեկտն է։ Սրանով այս նոր ընտրական օրենսգրքով ձեր կարծիքով լուծված է այդ խնդիրը, թե չէ։ Ընտրացուցակների մաքրումի, ոչ, նշված նախագծով, ոչ, նախագծով ընտրական օրենսգրքի կազմման process-ը նույնությամբ կրկնում է ինչ որ մենք նախկինում ունեինք։ Ընտրական նոր նախագծով նախատեսված է փոփոխություններ ընտրողի գրանցման process-ում, որը ներկայացում է, որ հնարավորություն է տալիս կեղծիքները նվազեցնելու, որ մեկը մյուսի փոխարեն չեն քվեարկի, որ այն անունները ում հետև իրականում մարդիկ չկան, որտեղ արտասահմանում են եւ այլն, իրենց փոխարեն չեն քվեարկի։ Իմ խորին համոզմունքն է եւ կարող եմ ավելի մանրամասն խոսել, որ էլեկտրոնային գրանցումը ներկայիս պայմաններում այդ խնդիրը չի լուծելու։ Ամենապարզ մաթեմատիկական հաշվարկով եթե անգամ սկսենք, էլեկտրոնային գրանցումը կարող էր ինչ-որ բաներ փոխել, եթե ունենայինք իրավիճակ, երբ որ ընտրողների մեծամասնությունը, չգիտեմ, 80-90% ունենար կենսաչափական փաստաթղթեր, այսինքն մատնահետքերի բազա, որոնք մատնահետքերով կամ համակարգը կճանաչ, որտեղ հիմա նախատեսված է, որ համակարգը, եթե կենսաչափական փաստաթղթով անձնագրով կամ ID քարտով ես գրում, համակարգը ճանաչում է եւ ֆոտոն երևալու է այդ մարդու ընտրողի ֆոտոն երևալու է տեղամասում, բոլորը կարող են տեսնել դա, բայց այսօրվա դրությամբ նախագիծը ենթադրում է, որ նախ պարտադիր չի, որ դու հենց կենսաչափականով գաս, դու կարող ես գալ քո սովորական անձնագրով, որը իդենտիֆիկացիոն գործառույթը չի իրականացնելու, շատ պարզ պատճառով, որ բնակչության միջին մասն է, որ ունի իդենտիֆիկացիոն քարտեր։ Այսինքն
Այսինքն այդ ստուգման գործընթացը թերի է փաստացի։ Տեսեք, սրա մասին էլի առիթ եղել է խոսելու, բայց նախկինում էլ մենք ունենք նորմալ կարգավորումներ, որը եթե պատասխանատու ձևով հանձնաժողովի անդամները իրականացնեն իրենց գործառույթները, անձնագրի ծանոթանալով պետք է տեսնեն, որ չգիտեմ, անձնագրի տերը անձնագիրը պատկանում է մարդուն, ով դա ներկայացնում է, բայց մենք ունենք փաստեր, որ աչք են փակել դրա վրա, այլ անձնագրով հնարավորություն են տվել մարդկանց քվեարկել։ Օրինակ հանձնաժողովի նախագահան քվեարկում է այլ մարդու տեղ, նման դատական նիստեր։ Հիմա եթե խոսում ենք օրինակ, քանի որ խախտումների եւ դատական process-ից խոսք գնաց, նույն մի կարևոր հանգամանք հավանաբար այն է, որ պատիժները խստացվեն։ Սա միանշանակ լուծում չի, որովհետև այսինքն քրեականացվի ավելի շատ։ Հիմա էլ են քրեական, բայց փոխանակ, որ մարդիկ մի քանի 100,000 տուգանք մուծելով կարողանում են ազատվել այս պատասխանատվությունից, ենթադրվի նաև ազատազրկում։ Բայց այստեղ հարցի մյուս կողմը կա, որովհետև սա պարտադիր չի, որ միանշանակ լուծում լինի, որովհետև սա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ եթե հիմա ունենք առանձին դեպքեր, որ մարդիկ գոնե այսպես պատժվում են, ազատազրկումը կարող է բերել այնպիսի իրավիճակի, որ չպատժվեն։ Հանկարծ մենք չունենանք գործեր, չունենանք դատական որոշումներ, որ մարդկանց կպատժեն, որովհետև նույն նայել ենք անցած դեպքերին, այդ մարդկանց քաղաքական լոյալությունը, պատկանելությունը ինչ որ բաներ հուշում են։ Փաստացի ընտրացուցակների հետ կապված մանիպուլյացիաների հնարավորությունը պահպանվել է եւ դա վտանգում է ընտրությունների որակին։ Մյուս կարևոր հանգամանքը, որ նշվում է, դա վարկանիշային թե բաց համամասնական ընտրակարգի քննադատությունն է, այսինքն այդ մի հատ համամասնական ընդհանուր, մյուսը ավելի մանրակրկիտ, այսինքն տեխնազուների անունի ռեյտինգավորումն է։ Դա ինչքանով է վտանգավոր, եթե արդյոք վտանգավոր է։ Ես այդ հարցին պատասխանելուց առաջ եթե թույլ կտաք ընտրական ցուցակների հետ կապված եւս մեկ դիտարկում կանեմ, բայց անպայման կանդրադառնամ։ Տեսեք, ընտրական ցուցակների հետ կապված հիմնական խնդիրներն է, որ մենք ունենք մեծ թվով մարդիկ, 100,000-ավոր, ընդհանուր մինչև միգուցե 30% անունների ընտրողների ցուցակում մարդիկ, ովքեր իրականում փաստացի քվեարկելու հնարավորություն չունեն Հայաստանից դուրս գտնվելու պատճառով։ Եվ երբ որ խոսքը գնում է, որ պետք է ցուցակները արտացոլեն այդ հանգամանքը, այսինքն եթե 2.5 միլիոն ընտրողի փոխարեն ունենք 1.8 միլիոն ընտրող, սա էականորեն նվազեցնում է այդ որոշակի տեսակի խախտումների ռիսկը։ Երկու ցուցակի գոյությունն է։ Խոսքը նրա եւ Գիտեմ, նախորդ 11-ի ընթացքում միշտ ասվել է, որ ցուցակների հրապարակումը մի կողմից նշվել է որպես լուծում, մյուս կողմից իշխանությունները միշտ ասել են, որ չենք հրապարակելու դեմ ենք, սկզբում վկայակոչելով Եվրոպայի խորհրդի այդ քվեի գաղտնիության սկզբունքը, հետո նաև սահմանադրության որոշումը։ Բայց մի բան ակնհայտ է, որ մենք մեր ամբողջ սահմանադրական համակարգը վերանայեցինք ընդամենը 3 ամիս առաջ։ Եվ եթե ցանկություն լիներ այս խնդիրը այդ մակարդակում լուծել, կարող էր անել։ Բայց եթե անգամ այս պարագայում, այս սահմանադրական կարգով էլի լուծումներ կան, այսինքն հարցը գալիս է հասնում է այն կետին, որ արդյոք Հայաստանը որպես պետություն չի կարող իդենտիֆիկացնել մարդկանց, ովքեր գտնվում են Հայաստանում եւ մարդկանց, ովքեր չեն գտնվում Հայաստանում։ Մենք Հայաստանում ունենք 5 կետ, որից մարդիկ դուրս են գալիս եւ վերադառնում են։ Տվյալների բազա պահում է, ովքեր են ճամփորդում Հայաստանից դուրս, ովքեր են վերադառնում։ Դժվար է արդյոք այդ երկու Չէ, կարծում եմ տվյալների բազան կա, երկու ցուցակի արկայությունը կարծում եմ այդքան էլ մեծ խառնաշփոթ չէ։ Այո, Հայաստանից դուրս գալու պարագայում կարելի է տանուները հանել ցուցակից եւ վերադառնալուց ներմուծել եւ տեխնիկապես ասենք կարող է մինչեւ 3 օր քվեարկությունից առաջ 3 օր առաջ եկածների անուններն էլ ներառել, որտեղ վերջնական ցուցակները հրապարակում են 2 օր առաջ քվեարկությունը։ Այսինքն այստեղ էլ կրկին հանգում են քաղաքական կամքի արկայությանը կամ բացակայությանը ընդրությունների։ Այս մի կարևոր հարցն է, որ թե ընդդիմության տեսակետից կողմից, որ միշտ վեր է հանվել ցուցակների հարցը, թե իշխանության կողմից, որ շատ այսպես խստորեն կանգնել են իրենց դիրքորոշման վրա, որ ցուցակները չպետք է, ստորագրված ցուցակները չպետք է հրապարակվեն։
ոչ հրապարակայինորեն խոսում եմ, որ դա ապահովում է իշխանությանը 350,000-ից 500,000 ձայն, այսինքն այդքան հետաքրքիր է, ես անպայման ուզում նշեմ մի օրինակ, որ տեսեք, մի կողմից այսպես լրջորեն պահվում է քվեի գաղտնիության այս տեսակի ինտերպրետացիան, որ այսինքն անգամ այն հանգամանքը մարդը քվեարկել է, թե չէ պետք է գաղտնի մնա, բայց մյուս կողմից ունենք կարգավորումներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որ նախատեսում է, որ հնարավորություն է ստեղծում նույն պաշտոնական փաստաթղթերով պարզել, թե արդյոք դիվանագետները, որոնք Հայաստանից դուրս են գտնվում, քվեարկել են թե չէ, որտեղ այդ գոյություն ունեցող կարգավորումներով դիվանագետները, որ ինտերնետով են քվեարկում, նախնական 40 օր առաջ տպագրվող ցուցակներում իրենց անվան դիմաց նշում է արվում էլեկտրոնային, թե ինտերնետային քվեարկություն, իսկ ինտերնետային քվեարկությունը իրականացվում է մինչև 5 օր առաջ եւ 2 օր առաջվա եղած վերջնական ցուցակներում արդեն այդ մարդկանց անունը հանված է լինում, եթե իրանք քվեարկել են։ Այսինքն երկակի ստանդարտների հարց է, իսկ ինչու ենք մենք ոչ լավ մտածված կարգավորումների միջոցով այդ 250 հոգու քվեի գաղտնիության իրավունքը խախտում։ Պարզ է։ Լավ, անդրադառնանք այդ ձևաչափին արդեն ընտրությունների։ Նշում եմ, որ դա քաղաքական առումով ձեռնտու է իշխանությանը, քանի որ այնտեղ արդեն եթե կար մեկ ներկա համակարգով, մեկ օդիոս կերպար, ասենք ինչ որ մի ընտրատարածքում կամ ինչ որ մի տարածքում, որը աշխատում էր ընտրությունների համար, հիմա սկսվելու է այդ բազմաթիվ օդիոս կերպարների բուծումը քրեական տարրերի, որոնք ամեն կերպ աշխատելու են իշխանության համար, որպեսզի ձայներ ապահովեն, քանի որ իրենք կարող են ընդգրկված լինել այդ ընտրացուցակներում։ Մյուս կողմից էլ իշխանությունը նշում է, որ դա զարգացնում է կուսակցական կյանքը մարզերում, ակտիվացնում է կուսակցական բջիջները, կուսակցության ներկայացուցիչները, նույնիսկ ընդդիմության։ Որքանով է այստեղ օբյեկտիվությունը պահված, թե այս կողմից, թե այն կողմից։ Ես որևէ հավակնություն չունեմ օբյեկտիվության տեսակետից խոսելու եւ անպայման ուզում եմ ասեմ, որ այդ առաջի հատվածը, որ ասացիք ձեր հարցադրման, այնտեղ կային հակասական ձևակերպումներ, որ չեմ ուզենա որևէ կերպ անդրադառնալ, բայց համակարգը ունի թե իր առավելությունները, թե թերությունները, բայց այն պնդումը, թե սա արված է այն միտումով, որ նպաստի կուսակցական համակարգի կայացմանը եւ մարզերում կուսակցական կյանքի զարգացմանը, նորից ես թերավատորեն եմ մոտենում, որովհետեւ երբ որ նայում ենք իրական քաղաքականությանը եւ նայում ենք, որոնք են խոչընդոտները կուսակցությունների զարգացման, մենք տեսնում ենք, որ շատ հաճախ քաղաքական նպատակներից ելնելով մրցակից կուսակցություններին, ասենք, ինչ քայլերով, ինչ մեթոդներով քաղաքական արենայից դուրս են եկել։ Այս բարակայում ինչը կնպաստի ձեզ կուսակցական ակտիվությանը, քաղաքականության եւ կուսակցական ակտիվության բարձրացմանը։ Այս բարդ եւ այլ թեմա է եւ այստեղ նաեւ կարեւոր է լինելու թե տեսնենք ինչ կարգավորումներ են նախատեսվել կուսակցությունների մասին օրենքով, բայց ընդհանրապես ցանկացած երկրում մի կարևորագույն պայման կուսակցական համակարգի կայացման դա մրցակիցների համար քիչ թե շատ հավասար հնարավորություն ստեղծելն է։ Իսկ դրա առանցքում կանգնած է քաղաքականության ֆինանսավորման հիմնախնդիրը, թե ինչպեսի աղբյուրներից են սնվում կամ ինչ ռեսուրսներ են օգտագործում կուսակցությունները։ Եվ այնքան ժամանակային դեռ Հայաստանում մենք այդ խնդիրը չենք լուծել, մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ։ Կայացած կուսակցական համակարգի պարագայում քաղաքացին ավճարում կուսակցություններին, որ քաղաքական գործիչները իրենց շահերը արտահայտեն։ Մեր մոտ ավելի հաճախ տեսնում ենք հակառակը, որ քաղաքական ուժերն են վճարում քաղաքացիներին քվե ստանալու, վճարում լայն իմաստով ծառայություններ, մատուցում ինչ-որ խոստումներ անում։ Չէ, վճարելն են նաև, ինչու՞ ոչ։ Ուղղակի վճարելը իր հերթին նաև, բայց գլխի վրա շորացված իրական։ Տրամաբանական չէ, արդեն քաղաքագիտական տեսանկյունից։ Մենք որպես հասարակություն պետք է կարողանանք պատրաստ լինել վճարել կուսակցություններին, որպեսզի իրենք իրենց գործը անեն եւ ոչ թե այլ գործեր։ Եվ կուսակցություններն էլ իրենք իրենց հերթին պետք է պարտավորվեն, որ իրենք իրենց գործն են անում եւ ոչ թե կուսակցությունը կամ քաղաքականությունը օգտագործում են խողովակ այլ խնդիրներ։ Երկու կողմանի մահակ է, այստեղ պետք է նախ վստահես, հետո նո վճարես, վճարելու համար պետք է վստահ։ Մի խոսքով բավականին բարդ է։ Վստահելու զատ կարգավորման խնդիր։ Կային երկրները, որոնք գնացել են այն ճանապարհով, որ օրինակ նախատեսել են խիստ սահմանափակող կարգավորումներ կուսակցությունների համար,
թե պետական ռեսուրսները օգտագործելու, թե այլ անհատ կամ կորպորատիվ գումարներ օգտագործելու տեսակետից, որպես քաղաքական ուժ ինքնուրույն լինեն, բայց փոխարենը նաև նախատեսել են, որ հանրության միջոցներից, թեկուզ պետական բյուջեի միջոցով էական եւ քիչ դասած հավասար ֆինանսավորում են նախատեսում կուսակցությունները, այդ երկրները ավելի են հաջողել, քան այն երկրները, որտեղ կուսակցությունները ունեն ազատություն, գումարներ եւ ռեսուրսներ հայթայթել ամեն եղանակով։ Բայց տեսեք, դուք նշեցիք, որ օրենքի սահմանափակումները մեր մոտ կարծես թե չեն աշխատում եւ կարելի է շատ հանգիստ օրենք խախտել։ Նույն ընտրական օրենսգրքի մասով։ Առանձին կարգավորումներ վատ են աշխատում, որոշներ ընդհանրապես տեղի չեն ունենում։ Լավ, փորձենք եզրափակել։ Ես մեր զրույցից կարող եմ եզրահանգում անել, որ ձեր կարծիքով այս նոր ընտրական օրենսգրքի նախագիծը որևէ հույս չի տալիս, որ գոնե ինչ-որ մի մակարդակում օրենսդրական մենք ավելի որակով ընտրություններ կունենանք։ Ես այս հարցին պատասխանեցի եւ իմ պատասխանը չի փոխվել։ Ընտրական օրենսգիրքը անկախ իր բովանդակությունից դեռ բավարար չի ունենալ լավ ընտրություններ, բայց եղած ընտրական օրենսգիրքի բովանդակությունը ինձ հուշում է, որ ունենալու ենք նույն պատմությունը։ Այսինքն կրկնելու ենք հանրաքվեն 12-13 թվականի ընտրությունները։ Բայց չեմ ուզում ամբողջ պատասխանատվությունը դնել միայն իրավական կարգավորումների վրա։ Հասկանալի է, մենք քաղաքականի մասին խոսեցինք, բայց օրենքն էլ իր հերթին չի նպաստում, որ այնտեղ ինչ-որ կարգավորումներ մտնեն։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօր ես հյուրընկալել եմ ընտրական փորձագետ Համազգաս Դանիելյանին, կհանդիպենք։